Բարի ողջույն, 27 հունվար, երեքշաբթի, ինչպես երեկ այնպես էլ այսօր լուսինը հորդ համաստեղությունում է, ինքներդ ձեզ նվեր արեք, համով բաներ կերեք, փողերի մեջ աշխատեք, շռայլություններ չանեք, որովհետև ֆինանսական խաբեությունները շատ է սպասվում եւ շատ ու շատ եղեք ձեր առողջականին, քանի որ ասել եմ, հատկապես այն մարդիկ, ովքեր անոթների եւ սրտի հետ խնդիրներ ունեն, ճշմարտ տատանողություններ են, թող հանգիստ պարկեն, ոչ մի վատ ինֆորմացիա, բացասական, բացարձակ, որ հարևանի կատուն ընդեղ մլավում է, դա ձեր գործը չի, մի վատ ինֆորմացիա չլսեք, դուք մի վերցրեք, որ էկոլոգիան վատն է, օդը կեղտոտ է, չգիտեմ ինչա դրանից են վարդինք, սնունդը լավը չի դրամ, ոչ դա մարդկանց մտքերից է, այդ քանի տարի այս բանն ասում եմ, Հայաստան էգրեգրահավոր կեղտոտված է, դա մարդկանց մտքերի հավաքածուն է, հերիքա կեղտոտ բերանները բացեք ու փողոցում հիմար են անգրագետներին հերիքա ինֆորմացիաներ տակ, դուք ձեր կարծիքները ձեր մեջ պահեք, եթե ուզում եք ձեզ մոտ խնդիրներ չառաջանա առողջականի ձեր ընտանիքի, ձեր հարազատների հետ, մի խոսեք ոչ մի վատ ինֆորմացիա, մտքում անգամ մի մտածեք, հիշեք գրվում է, մտքովդ էլ անցկացրեցիր, ինձ մոտ դուռ ես թակել արդեն, դա հերիք է արդեն, 10-րդ նորն է լուսնային, բերելով էներգիա հզոր լիցք, անձնական տարածք ստեղծելու և սեփական բարեկեցության մասին հոգ տանելու համար, ցուլի մեջ գտնվող լուսինը մեզ բոլորիս մի փոքր էգոիստ է դարձնում, այդ բառը վատով մի նայեք, դուք սկսում եք զգալ, թե ինչն է մարմնին հարմարավետություն բերում եւ ինչքան կարող եք լսեք ձեր ինտուիցիան համարյա տարին եւ դեռ շարունակվելու է ինտուիցիան շատ կարեւոր դեր է կատարելու։ Հիմա հենց այս ամսի 26-ը հունվարի Նեպտունը արդեն վերջապես ձգից դուրս եկավ մտավ Խոյ, ես բավականին երկար բացատրություն ունի, ես չեմ հասնի ժամանակի առումով, կես կասեմ ամեն անգամ, մինչև 39 թվականի մարտի 23-ը լինելու է Խոյում, եւ ինչ է նշանակում, այն պասիվ երազանքների շրջանը դեպի գաղափարների ակտիվության, քանի որ ձկան մեջ էր պասիվություն սահմանափակումներ էր տալիս, սա վերջացավ արդեն, սա համարձակ երազողների դարաշրջան է սկսվում, ոգեշնչումը անհապաղ գործողություն է պահանջելու, հին իդեալները կոտրվում են, նորն է սկսվում, համբերատար եղեք եւ վաղը ես կշարունակեմ։